Այս մարդը պոզիցիան բացում է, հայտարարությունը լինում է Թրամփի, մի քանի րոպե հետո փակում է, $160 միլիոն աշխատում է ու ինտերնետը չգիտի թե այս մարդը ով է։ Այս թեմայով նաև մեմեր սկսեցին շրջանառվել ինտերնետում, որ Թրամփը սիգնալներ է վաճառում նավթի, արժեթղթերի, կրիպտոյի հետ կապված։ Թրամփի ընտանիքը կրիպտոյի մեջ ներգրաված է, ինչպես գիտենք, համ նախընտրական շրջանում հայտարարություններով, համ ինքը իր քարոզարշավի ընթացքում ներդրումներ է շատ հավաքել կրիպտոյով ու կրիպտոյին առնչվող ընկերություններից։ Ու մի քանի օր առաջ Էրիկ Թրամփը, Թրամփի որդին, հայտարարում է, որ իրանց ընտանիքը $1 միլիարդ ավել շահույթ է ունեցել կրիպտոյի մեջ։ Կարելի է ենթադրել, սա տրեյդինգի մասին է, թե Թրամփի ընտանիքը ներկայացված է նաև շատ կրիպտո ընկերությունների ղեկավար կազմերում, իրանք նաև կրիպտո ընկերություններ են հիմնադրել, այսինքն տարբեր տեսակի ներգրավվածություն ունեն կրիպտո բիզնեսների մեջ, ընդհանուր երևի թե այդտեղից են այս շահույթները ունեցել, բայց մենք այդպես էլ չիմացանք, թե կոնկրետ այս գործարքը ինչպես ու արդյոք փոխկապակցված էր հենց Թրամփի ընտանիքի հետ։